Կարևորի մասին հաղորդաշարն է եթերում, բարև ձեզ։ Ինչպես գիտեք, Կապանը հռչակվել է ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք։ Թեմայի շուրջ այսօր կզրուցենք կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան, ուրախ ենք ձեզ ողջունել Սյունիքում։ Բարև ձեզ, ուրախ եմ գտնվելու Սյունիքում և իհարկե հյուրընկալվելու ձեր հեռուստաընկերությանը, ձեզ բարի և անխափան եթեր եմ մաղթում։ Շնորհակալ եմ։ Այս տարի, ինչպես արդեն նշեցինք, Կապանը ճանաչվել է ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք։ Մի փոքր մանրամասնեք, ինչպես է կայացվել որոշումը, երբ է կայացվել եւ առասարակ ինչ ընթացակարգեր են անցնում նման կոչման դիտողոսի արժանանալու համար։ Այո, շատ ճիշտ եք, Կապանը այս տարի 26 թվականի համար հանդիսանում է անկախ պետությունների համագործակցության կազմակերպության կամ ԱՊՀ-ի երիտասարդական մայրաքաղաքը։ ԱՊՀ շրջանակներում, ինչպես այլ ոլորտներում, կա նաև երիտասարդական քաղաքականության ոլորտում համագործակցության մշտական ձևաչափ, իդեմս խորհրդի, որը նախագահում է Հայաստանը, եւ ինչպես է Կապանը դարձել երիտասարդական մայրաքաղաք, որովհետեւ մենք որպես այդ խորհրդում Հայաստանի ներկայացուցիչ, ես որպես խորհրդի անդամ, իսկ այժմ նաև նախագահ ներկայացրել ենք Կապանը որպես 21 թվականի Հայաստանի Հանրապետության երիտասարդական մայրաքաղաք եւ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում այդուհետ այն հաստատվել է։ Դիցուք նախանցած տարի այդպիսի մայրաքաղաք էր Տաշքենտը, այս տարի Կապանն է, մյուս տարի կլինի Մինսկը, այսպես հերթականությամբ գնում է, բայց տեսեք Մինսկ, Տաշքենտ, Կապանը փոքրիկ քաղաք է, բայց մենք վստահությամբ այն առաջադրել ենք հաշվի առնելով եւ քաղաքի պատմամշակութային անցյալը, հարուստ ժառանգությունը, նաև մենտալիտետային տարբերությունները, յուրահատկությունները, այսինքն շատ ու շատ հանգամանքներ եւ իհարկե այն զարգացումը, որ Սյունիքի մարզի եւ Կապան քաղաքը այսօր ապրում են եւ քանի որ ինչպես գիտեք, պետական միջոցներով, տեղական միջոցներով, նաև միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, այսինքն համընդհանուր ջանքերով, կարծում եմ, որ վերջին տարիներին ակնհայտ է, որ կան փոփոխություններ ամբողջ մարզում, այդ թվում Կապան քաղաքում եւ շարունակելով, միգուցե կանխելով ձեր մյուս հարցը, ասեմ, որ Մեղրին էլ այս տարի ճանաչվել է։ Ես ուզում եի ասել, որ Սյունիքը կարծեք թե այս տարի Սյունիքի հանդեպ շռայլ եք եղել, Մեղրին էլ մշակութային մայրաքաղաք է ճանաչվել։ Այդպես է ստացվել, բայց մենք շատ ուրախ ենք դրա համար, որովհետեւ Մեղրին էլ մշակութային մայրաքաղաքն է եւ մենք հույս ունենք, որ այս միջոցառումների նաև շնորհիվ մարզում զարգացումը ավելի կխթանվի։ Ինչպես է հյուրերը ինչպես են ընդունում Սյունիքը, այսպես ասած, Սյունիքը ինչպես է ընդունում հյուրերին, ինչ տպավորություններով են հեռանում առհասարակ այստեղից։ Հայաստանից սովորաբար միջազգային հյուրերը շատ լավ տպավորություններ են գնում, նշելով մեր հյուրընկալությունը, անմիջականությունը, բարձր արհեստավարժությունը եւ շատ այլ բաներ եւ կարծում եմ որ Սյունիքը եւս բացառություն չէ եւ ավելին այստեղ կան յուրահատկություններ, որոնք կարծում եմ հետաքրքիր կլինեն նաեւ Հայաստանի մյուս մարզերից եկող երիտասարդների համար եւ առիթից օգտվելով իհարկե կուզեի կոչ անել մեր երիտասարդներին, կարծում եմ Սյունիք TV-ի հեռարձակման տիրույթը ավելին է, քան մեր Սյունիքի մարզը, որ իհարկե դիտարկեն մեր երիտասարդները տարվա ընթացքում լինելու են տարբեր հետաքրքիր միջոցառումներ, այդ թվում միջազգային բնույթի, մասնակցելու այդ միջոցառումներին, գալու եւ բացահայտելու Սյունիքը։ Հուլիսի 23-ից 25-ը միջոցառումների մեկնարկն է տրվել, սա դեռ սկիզբն է կարող եք, չէ՞ ասել։ Սկիզբն է, որը իհարկե կարևոր է նաև նրանով, որ տեղի ունենում ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստը։ Այո, ես ուզում եմ հենց նիստից հարցնել, երիտասարդական հարցերով խորհրդի նիստ, երիտասարդության ֆորում, օրակարգում ինչ հարցեր եք ներառել։ Եվ դրանք երկու տարբեր միջոցառումներ են, երիտասարդական այդ խորհրդին մասնակցում են խորհրդի անդամները ԱՊՀ տարբեր երկրներից եւ ուրախ եմ, որ մեր մասնակիցների ճնշող մեծամասնությունը առցանց չի միանում, այլ իսկապես եկել հասել են Կապ
ԱՊՀ-ն եւ մյուս կողմից կա երիտասարդական ֆորում, որին արդեն մասնակցում են երիտասարդներ լիազոր մարմինների կողմից առաջադրված մինչև 10 հոգի այս խորհրդին մասնակցող ԱՊՀ անդամ բոլոր երկրներից։ Իմաստն այն է, որ որոշում կայացնողները եւ երիտասարդները զուգահեռաբար աշխատեն, բայց մենք ունենք դրանից հետո պանելային քննարկումներ, որտեղ խորհրդի անդամները եւ երիտասարդները կմիանան իրար եւ նաեւ հնարավորություն կտրվի մենք նաեւ առիթը օգտագործեցինք մասնակցային ժողովրդավարության դրամաբանության շրջանակներում, որպեսզի երիտասարդները ուղիղ հարցեր տան եւ խորհրդի հետ կապված եւ անդամ երկրներում առհասարակ երիտասարդական քաղաքականության ընթացքի եւ արդյունքների մասով, իսկ այդ մասով ես կարող եմ ասել, որ Հայաստանը թերևս ամենից արագ զարգացումներից ամենից արագներից մեկը տեղի ունենում Հայաստանում, ինչու եմ դա պնդում, որովհետև մենք անցյալ տարի ընդունեցինք երիտասարդական քաղաքականության մասին օրենքը, որ մինչ այդ մենք ուղղակի չունեինք, եւ հիմա դա դարձավ անդրանիկ եւ այսպես ասած ոլորտը կարգավորող հիմնական օրենսդրական փաստաթուղթ է, իրավական փաստաթուղթ է, եւ նաեւ մենք վերջին 21-26 թվականներին կառավարության ծրագրով գերակայություն էինք հռչակել մարզաբնակ երիտասարդների համար նրանց կարողությունների զարգացման, ինտելեկտուալ ժամանցի ապահովման խնդիրը եւ դա իրականացնում են երիտասարդական կենտրոններ հիմնելու միջոցով։ Անդրադառնանք դեռ երիտասարդական կենտրոններին, ժամանակից առաջ չընկնենք, մի փոքր խոսենք այն օրենսդրական փաթեթի կարևորության մասին, որ ընդունվել է, առհասարակ ինչ է դա տալիս երիտասարդներին։ Մենք ոլորտը կարգավորող օրենսդրություն ուղղակի չկար եւ երիտասարդական քաղաքականությունը, եթե շատ պարզ նայենք, չէ, ԿԳՄՍ-ն մեր նախարարությունը հանդիսանալով այդ ոլորտի պետական լիազոր մարմին, շատերը մտածում են, որ ուրեմն երիտասարդներին առնչվող բոլոր խնդիրները մեր նախարարության իրավասությունների լիազորության տիրույթում են, որ այդպես չէ, երիտասարդները նրանց առողջապահական խնդիրները առողջապահության նախարարության տիրույթում են, չգիտեմ, հանցավորության դեմ պայքարը երիտասարդության շրջան ներքին գործերի կամ չգիտեմ, թրաֆիքինգի եւ այլ հարցերով նրանց իրազեկելը եւ այդ ռիսկերին դիմագրավելու առումով նրանց պատրաստելը, աշխատանք եւ սոցիալական հարցեր եւ այլն։ Այսինքն մենք դասական եվրոպական մոդելով կառավարում ունենք, պետական կառավարում ունենք եւ այդտեղ շատ կարեւոր է պետական տարբեր մարմինների գործակցության հիմունքների սահմանումը, իրավասությունների լիազորությունների սահմանազատումը եւ նաեւ պետական իշխանություն, տեղական ինքնակառավարման մարմիններ նույնպես գործառույթների եւ իրավասությունների սահմանումը եւ տարանջատումը։ Այդ առումով օրենքը դառնում է որպես մայր փաստաթուղթ, կարևորագույն փաստաթուղթ ոլորտի, այդ սահմանումներն է տալիս դրան գումարած նաև սահմանում է ինչ է երիտասարդական կազմակերպությունը, որոնք են երիտասարդական նախաձեռնող խմբերը, որտեղ մենք շատ հաճախ երիտասարդների պարագայում չեն կարող ակնկալել, որ գործ ունենք արդեն հստակ իրավակազմակերպական ձև ունեցող կառույցների հետ, այլ կարող ենք գործ ունենալ դրա սահմանային կամ այլ փուլերում գտնվող ինքնանախաձեռնող խմբերի հետ, որոնցից մի մասը այո ի վերջո կդառնա իրավական կարգավիճակ կստանա, բայց ոչ միշտ։ Եվ մեր դերն է նաև այդ խմբերին աջակցել, օգնել եւ այլն։ Նաև օրենքում, այսինքն սահմանվում է երիտասարդների տարիքը, այո, տարիքը 35 ենք դարձել, վիրավորելով 35-ից բարձր անձանց։ Իրականում եթե տարիքային հասկանում տարիքային շեմն, եթե նայենք, մենք ստիպված այս գարաժ 16-ից 30, այս օրենքով չէր ամրագրված, բայց տարբեր իրավակարգավորումներում այդպես էր դրված, մենք ստիպված եղանք եւ իջեցնել շեմը եւ բարձրացնել շեմը։ Ստիպված եղանք երևի ճիշտ բառ չէր, բայց կամ տեղիներ միայն բարձրացնելու առումով, որովհետեւ որպես դեմոգրաֆիական ժողովրդագրական առումով, այսինքն մենք հաշվի առնելով ընդհանուր ժողովրդագրությունը եւ հաշվի առնելով գլոբալ ժողովրդագրական միտումները կյանքի կարևոր որոշումներ կայացնելու առումով, որ առաջ ավելի շուտ էին անում եւ մարդիկ հիմա ավելի ուշ տարիքում, այդպես ճիշտ էր, որ շեմը բարձրանար դառնար 35։ Մյուս կողմից հաշվի առնելով տարիքային առանձնահատկությունները ու հաշվի առնելով, որ հիմա դիցուկ մասնագիտական կողմնորոշումը մեր պատանիները կամ վաղ երիտասարդները ստանում են արդեն միջին դպրոցի շրջանում եւ
այլն, ճիշտ էր, որ դա նաև իջեցնենք մինչև 13 տարեկան, ինչու, որովհետև արդեն այդ փուլից նաև երիտասարդական քաղաքականության դիտանկյունից պետությունը ուզում է աշխատել երիտասարդների հետ, զարգացնելու նրանց կարողությունները, նրանց ուղղորդելու ճիշտ մասնագիտություն ձեռք բերելու, ներգրավելու ոչ ֆորմալ գործիքակազմով տարբեր կրթական եւ կարողությունների զարգացման ծրագրերի մեջ եւ այլն։ Այդ առումով ստացվեց մի կողմից իջեցրինք, մի կողմից բարձրացրեցինք, ես կարծում եմ դա ճիշտ քաղաքականություն է, որովհետեւ մենք պետքա ոնց որ դա արտացոլում է այն իրականությունը, ինչ մենք ունենք։ Երիտասարդական քաղաքացիությունից խոսենք ԱՊՀ անդամ երկրների, ինչպես արդեն նշեցիք, Հայաստանում 13-ից 35 տարեկաններն են համարում երիտասարդ, մենք կշարունակենք մեզ այդ միջակայքում դիտարկել։ Մյուս պետություններում ինչպես է։ Տարբեր իրականում այդ սահմանելու համար օրենքի շրջանակներում մենք շատ մեծ թվով քննարկումներ ենք ունեցել, նաև միջազգային փորձ ենք ուսումնասիրել, այդ նաև միջազգային կազմակերպությունների կողմից տրվող ռեկոմենդացիաները այդ առումով կարող եմ ասել միանշանակ մոտեցում չկա եւ ամեն երկիր ինքն է որոշում, այդ թվում ինչպես ասեցի մենք հատկապես կարևորել ենք ժողովրդագրական ընդհանուր իրավիճակը։ Մենք ունենք ԱՊՀ անդամ երկրներ, որտեղ ժողովրդագրական առումով, հա, շատ մեծ թվով, այսպես ասած, երեխաներ են ծնվում եւ այնտեղ ունենք շատ, այսպես ասած, երիտասարդ հասարակություն։ Մենք ցավոք այդ թվին չենք պատկանում եւ դրա համար շատ նորմալ է, որ դիցուկ կենտրոնական Ասիայի որևէ երկրում տարիքային շեմը մինչեւ 30 է կամ միգուցե ավելի քիչ։ Այսինքն տենց տարբեր կարող ենք ասել, տարբեր թվեր, տարբեր տարիքային շեմեր կան։ Մենք անգամ եվրոպական երկրները, որը մենք առաջնահերթաբար դիտարկել ենք, այնտեղ եւս միանշանակ չկա, որովհետեւ դա էլ բախվում է մեկ այլ հանգամանքի հետ, որը կարող է ճշտորոշ լինի տարիքային շեմը սահմանելիս, կապված որ կա երկիր, որտեղ երիտասարդական քաղաքականության թիրախում բացառապես նիտ երիտասարդներն են, անգլերեն դա not in education, not in training, not in employment, հա, այդ խումբն է, այսինքն խոցելի կամ արդեն խնդիրներ ունեցող երիտասարդների խումբն է, մեր պարագայում մեր քաղաքականությունը, այդ նաև օրենքը բնականաբար հասցեագրում է ողջ երիտասարդությանը, որովհետև գիտեք, եթե որևէ երիտասարդ ապրում է որևէ գյուղում, հա, գյուղական բնակավայրում եւ այդտեղ չկա դիցուկ երիտասարդական կենտրոն, միջավայր, չկա որակյալ կրթություն կամ չկա որևէ սոցիալական ծառայության հասանելիության հետ կապված խնդիր, մենք ինչ տարբերություն, ինքը հարուստ ընտանիքից է, աղքատ, ինքը, ասենք, մեծ ամբիցիաներ ունեցող երիտասարդ է կամ ոչ, այսինքն միևնույնն է, իրականությունը նման է եւ մենք պետության դերն է հասցեագրել բոլորի խնդիրները, իհարկե նաև առանձնահատուկ ուշադրություն դարձնելու նման առանձնահատկություններ ունեցող երիտասարդներին, բայց մեր մոտեցումը ավելի համընդգրկուն է։ Ու դրա համար եթե դուք նայեք մեր երիտասարդական կենտրոններին, որոնք միջավայրերն են, հա, մեր պետության կողմից ստեղծված հատկապես մարզային բնակավայրերում, այնտեղ իրենց թիրախը լայն, այսինքն բոլոր երիտասարդներն են խրախուսվում այցելել, իհարկե այդ առանձնահատկությունը պահելով նաև հատուկ խնդիրներ ունեցող երիտասարդների։ Երիտասարդական կենտրոններից արդեն խոսեցիք, Հայաստանում եւ Հայաստանի տարբեր հատվածներում, այդ թվում Սյունիքի մարզում երիտասարդական կենտրոններ են բացվել գործում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության իհարկե աջակցությամբ, ինչպես է գնահատում համագործակցությունը կենտրոնների միջև եւ առհասարակ արդյոք կա միջազգային համագործակցություն ԱՊՀ անդամ երկրների հետ այդ կենտրոնների։ Ես շատ շնորհակալություն, այո, կառուցան ծրագրով մինչև 26 թվականի ավարտ մենք պետք է ունենայինք գործող ծրագրով, մինչև 25 երիտասարդական կենտրոններ, մենք ուրախությամբ պետք է փաստեմ, որ այդ թիվը մենք ապահովել ենք թիրախը, դեռ կարծում եմ 1-2 կենտրոն ավել կունենանք այդ թվից, եթե բացարձակ թվի առումով խոսենք, մինչև տարեվերջ կունենանք 25-ից 27 կենտրոն, դրանցից 3-ը Սյունիքի մարզում են, մեկը Մեղրիում է, որ լոֆտ կազմակերպությունն է հիմնել, երկրորդը դա Կապանում է եւ երրորդը դա Վերիշենում Գորիսի տարածաշրջանում մենք կարող եմ միջին վիճակագրությունից ավելի բարձր է թերևս Սյունիքի մարզը, որ 3 ունի կամ թերևս միջին վիճակագրության մեջ է։ Պետք է
ինչն է կարևոր Հայաստանի առանձնահատկությունը։ Մենք խրախուսում ենք, որ երիտասարդական կենտրոնը հիմնվի ոչ պետական կառույցի կողմից բաց մրցույթի միջոցով, որի համար մենք տրամադրում մինչև 26 միլիոն դրամ պետական բյուջեի միջոցներից, սակայն կարևորում ենք, որ դա լինի եռակողմ համագործակցության շրջանակներում, առնվազն եռակողմ։ Այսինքն պետության դերը իդեմս ԿԳՄՍ-ի որպես լիազորմանի այն է, որ նախ ֆինանսավորման մասով ենք աջակցում, երկրորդը տրամադրում ենք մեթոդական աջակցություն կենտրոնի գործունեության, այսինքն մենք ունենք նախարարի հրամանով հաստատված ուղեցույց եւ ինչպես պետք է գործի կենտրոնը, ինչպիսի ծառայություններ մատուցի եւ այլն, որտեղ այդ նման ոնց որ այսպես ասած տրվում է ընդհանուր ուղենիշները, թե ինչպիսին պետք է լինի կենտրոն եւ պետք է անպայման դիմող կառույցը բերի թիմից աջակցության նամակ, տեղական ինքնակամ որը դա շատ կարևոր հանգամանք է ոչ միայն դիմելու համար, այլ գործելու։ Այսինքն ստացվում է, որ իդեալական կենտրոնը դա այն մասնավորն է, որ ունի թիմի աջակցությունը եւ տարածքի առումով, չգիտեմ, միգուցե գույքի կամ միգուցե կոմունալ ծառայությունների կամ անգամ օրենքով մենք սահմանել ենք, որ թիմերը պետք է երիտասարդական աշխատողի հաստիքի տրամադրման առումով աջակցեն եւ ունենք տարբեր իրականում փորձառություններ տարբեր համայնքների, այդ ընդհանուր միտումն այն է, որ թիմերը սկսել են շատ ավելի մեծ ռեսուրսներ տրամադրել այդ կենտրոններին, այսինքն մի կողմից ունենք մասնավորը, որը կարող է նաեւ սեփական ֆոնդը հայթայթում անել, այլ ռեսուրսներ ներգրավել, ունենք թիմի աջակցությունը ինքնին, այլապես չէին էլ կարող դիմել այս ծրագրին եւ իհարկե մենք իրենց հետ ունենք մշտական կապ, որովհետեւ գումարը տալիս ենք իհարկե պետբյուջեից 26 միլիոն դրամ ամեն կենտրոնի համար կամ վերանորոգման, միջավայր ստանալու կամ կահավորման կամ այդ երկուսը միասին կամ վերազինման, բայց իրենք քան որ պարտավորում են մեր առաջ 5 տարի աշխատել, հա իրենք պետք է այդքանը ապահովեն, որի համար արդեն մենք իրենց չենք վճարում մասնավորին, բայց դրանով մենք խնդիր ենք դնում, որ իրենք փորձեն բնականon կենսագործությունը ապահովել, բայց մենք իրենց չենք դիտում որպես դրամաշնորհատու, այլ որպես մեր սոցիալական գործընկերներ, որոնց մենք շարունակաբար աջակցում ենք, այսինքն մենք թեկուզ իրենց հանդեպ այդ զուտ այդ պայմանագրի կամ կենտրոնի հիմնելու առումով մեր պարտավորությունների շրջանակ այլ բան չի ընդգրկում, բայց մենք միևնույն է իհարկե իրենց ներգրավում ենք միջազգային համագործակցության մեջ, փորձում ենք երիտասարդական աշխատողների վերապատրաստումներ ենք անում եւ շատ այլ բաներ ենք անում։ Ու կարծում եմ, որ Հայաստանի փորձը թերևս մեր տարածաշրջանում թող անհամեստ չնչի, բայց լավագույնն է, ինչ առումով, որովհետեւ կարծում ենք, որ մասնավորից լավ ոչ մեկ չի կարող աշխատացնել այդ կենտրոնը եւ փաստորեն այդ նաեւ ապահովել իրենց ինքնավարություն եւ ինքնուրույնություն իրենց որոշումները կայացնելիս, որովհետեւ միգուցե կապանում երիտասարդները մի տիպի ինտելեկտուալ ժամանցեցիր Մեղրիում այլ, Ախուրյանում այլ, Արարատում այլ, սա մեկ, երկրորդը անպայման կա թիմի աջակցությունը, որը շատ կարեւոր է այստեղ, որովհետեւ մասնավորի վրա միայն թողնել թերևս ճիշտ չի, բայց նաև նույն մասնավորն էլ այլ ռեսուրսներ էլ է փորձում ներգրավել եւ իհարկե պետությունը միշտ կանգնած է կողքին, որպեսզի նրանք նաև ցանցային համագործակցության մեջ իրար հետ լինեն, այսպես ասած մենք փորձում ենք որակյալ երիտասարդական միջավայրի ստանդարտները եւ տրամադրել եւ այդ առումով համագործակցել, որ ստանդարտները պահպանվեն, որովհետեւ որևէ երիտասարդ անկախ նրանից թե ինչ մասնավոր կառույց է աշխատեցնում իրենց կենտրոնը, չզգա տարբերությունը ծառայությունների որակի առումով։ Իսկ առանձնահատկությունների առումով մենք անգամ ուրախ ենք, որ կան առանձնահատկություններ, որովհետև մասնավորը մեզնից լավ գիտի, թե տվյալ տարածքի երիտասարդները հատկապես ինչ տիպի ծառայություններ կուզեն ստանան կամ ինչպիսի ինտելեկտուալ ժամանց կուզեն ապահովել։ Եվ վերջում այս միջոցառումների շրջանակում նաև թողարկվելու է նամականիշ հայկական ժառանգություն Կապանը երիտասարդական մայրաքաղաք, ինչ ուղերձ ունի այն, ուղերձ կամ խորհուրդ ունի սա։ Դա այո, դուք ճիշտ եք, դա ուղղակի գալիս է արժևորելու, գիտեք մենք շատ հարուստ մշակութային ժառանգություն ունեցող երկիր ենք եւ
այդ առումով Կապանը եւս իհարկե այսինքն չի առանձնանում այն իմաստով, որ ողջ Հայաստանն է առանձնանում, եւ սա ուղղակի եւս մի հնարավորություն է մեր մշակութային ժառանգությունը ընդգծելու եւ այնպես անելու, որ հետագայում էլ տասնամյակներ անց դեռևս մարդիկ հիշեն այդ նամականիշի միջոցով, որ 26 թվականին ամբողջ այս տարածաշրջանի երիտասարդական մայրաքաղաքը Կապանն է եղել։ Շնորհակալություն շատ հետաքրքրության համար, մեծ ժամանակ տրամադրելու համար ամենակարևորը, ուրախ ենք ձեզ այստեղ հյուրընկալելու համար։ Կարևորի մասին հաղորդաշարն էր եթերում, այսօր մենք խոսեցինք Կապանը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք հռչակելու մասին, իսկ իմ հյուրը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն էր։ Հաջողություն։